Տեսեք, քննարկում եմ մի միջնորդություն, որը ակնհայտ քաղաքական, դասական հետապնդման ձև է եւ օրինակ, դասագրքային օրինակ։ Ամենևին նպատակ չունեմ աջակցել Հովիկ Աղազարյանի, որովհետև նա իր գործունեությամբ մեղսակից այն բոլոր կործանարար հետևանքներին, որոնք ձեր իշխանությունը առ այս պահը բերել է մեր երկրի ու մեր ժողովրդի գլխին։ Բայց տեսեք, այն ինչ ներկայացված է այս միջնորդության մեջ եւ այն ինչ ներկայացվում է ժամանակագրական կարգով, նորից եմ կրկնում, իրավունքի դասագրքերում համարվում է դասական քաղաքական հետապնդման փորձ, միջոց։ 2023 թվականին առաջին անգամ այդ տեղեկատվությունը ունենալով հանդերձ գլխավոր դատախազությունը ոչ մի բան չի ձեռնարկել, հակառակը թողել է, որպեսզի Հովիկ Աղազարյանը եւս 2 տարի շարունակի իր գործունեությունը անձեռնմխելիությունից օգտվելով։ Եթե դա այդքան կարևոր էր դատախազության համար, իրավապահ մարմինների համար, որ արմատախիլ պետք է անել կոռուպցիան, արմատախիլ պետք է անել հանցագործության այն բոլոր դրսևորումները, որոնք հովանավորչություն եւ այլ տարեր են պարունակում, առաջին իսկ ահազանգի դեպքում դա պետք է ձեռնարկել այդ գործողությունները։ Անցել է 2 տարի շուրջ։ Եվ երբ որ Հովիկ Աղազարյանը ընդդիմանում է SMS-ով հաղորդագրության գործից ազատվելու պահանջին, երբ որ սկսում է ընդդիմանալ, հանկարծ հայտնվում է այն ցանկում, որտեղ արդեն տարիներ շարունակ հայտնված են ընդդիմադիր գործիչները, այդ թվում падգամավորներ։ Հետևաբար սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի եւ պարզ քաղաքական հետապնդման փորձ։ Երկրորդը, ես ուզում եմ հիշեցնել այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը, որ այո, մենք պետք է գտնենք միջոց, չգիտեմ ինչ ածականերով բնութագրվող падգամավորի պատասխանատվության ենթարկելու, այդ թվում նաև մանդատից զրկելու համար։ Ուզում եմ հիշեցնել այդ դրվագը։ Պարոն Աղազարյան, գտել են ձևը։ Ձևը հետևյալն է։ Չէ, հիմա կասեմ, այս գործով կտան համաձայնություն, որ դուք անձեռնմխելիությունից զրկվեք քրեական վարույթի շրջանակներում, որտեղ դատախազը ասում է նաև, որ մենք մտնում ենք ազգային ժողովի ժամանակ, երբ որ գործը պատրաստ է դատարան ներկայացնելու, ոչ թե օբյեկտիվ քննություն իրականացնելու, այլ դատարան ներկայացնելու համար։ Շատ արագ կտանեն դատարան, կստանան դատական ակտ ազատազրկման դատապարտելու վերաբերյալ։ Ընդ որում կարևոր չի, որ դուք հետո կարդարացվեք կամ պայմանական չի կիրառվեք պատիժը, բայց սահմանադրության ուժով դուք կզրկվեք մանդատից։ Դուք չեք հրաժարվի, իմ ասածը շատ պարզ բան էր։ Նիկոլ Փաշինյանը այս ամբիոնից հայտարարել է ելքը եւ հիմա իրավապահ մարմինները այդ ելքի ճանապարհային քարտեզն են բերել։ Սա երկրորդ դրվագն է, երկրորդ ապացույցն այն բանի, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդման միջոցն է եւ այս միջոցը գործադրվում է հատկապես բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կփորձեն կամ կառարկեն գլխավոր այսպես ասողի խոսքին, ձեր համար ասողի խոսքին։ Իսկ դա առարկայական եւ անընդհատ այսօր կիրառվում է ընդդիմության նկատմամբ։ Հավատացեք, ընդդիմության գրեթե չկա որևէ падգամավոր, որի նկատմամբ այդպիսի փորձ չի արվել իրավապահ մարմինների կողմից ու շարունակվում է։ Սա ոչ թե իրավական պետության, ոչ թե ժողովրդավարական պետության, սա դասական բռնապետության, սա դասական իրավունքի հերը անիծող վարքագծի օրինակ է։ Տիկին գլխավոր դատախազ, որերորդ անգամ ձեզ հարցնում ենք, անձը, որը դատական ակտով
ուժի մեջ մտած դատական ակտով պարտավոր է ներողություն խնդրել եւ չի կատարել ինքը այդ ներողությունը Արման Բաբաջանյանը, գործը 3 տարուց ավելի է գտնվում է քննչական մարմիններում, ձեր որպես դատախազություն, վերահսկողություն իրականացնող լույսի ներքո 3 տարի է քրեական օրենսգրքի անպատասխան հոդվածով, որ տանձը պիտի ենթարկվի պատասխանատվության, չի ենթարկվում։ Ու դուք հպարտ հայացքով ասում եք, դե մենք մեր անելիքն արել ենք, ի՞նչն եք արել, պատասխանատվության եք կանչել, թե ուղղակի ասում եք, որ գրեք, թե Արման Բաբաջանյանը չի հայտնաբերվել, բախ, մարդը քարոզարշավ է անում, եվրոճանապարհ է ձեզ եւ իր աջակիցներին ճանապարհում ու Արման Բաբաջանյանը չի հայտնաբերվել, կամ չեն կարողացել նրան կանչել պատշաճ քննություն իրականացնելու համար։ Սա եւս մեկ ապացույց, որ դուք ձեր լիազորությունները ծառայեցնում եք քաղաքական հաշվեհարդար տեսնելու ուղղությամբ։ Ես համոզված եմ, որ այս բոլոր հիմնավորումները, որոնք Հովիկ Աղազարյանի, ընդդիմադիր բազմաթիվ գործիչների վերաբերյալ դուք ներկայացնում եք, մեծամասնության շատ եւ շատ падգամավորների հեռախոսային խոսակցությունները լսելու, նամակագրությունները նայելու, նրանց գրագրությունները վերցնելու, ուսումնասիրելու դեպքում տասնյակ հատորներով գործեր պիտի հարուցեիք։ Ես չեմ ասում դա ճիշտ է, դա կոպտագույն սխալ է։ Բայց դուք փաստորեն բոլոր նրանց, ովքեր որ ընդդիմանում են իշխանությանը, նրանց մասով մանրակրկիտ այս ճանապարհը բռնած գնում եք, իշխանության ներկայացուցիչները, որոնք որ հլու հնազանդ ենթարկվում են ցուցումների, հրահանգների, SMS գրառումների, նրանց նկատմամբ չեք անում։ Կամ անում եք առանձին դարակներում է դրված, որոնք հետագայում պետք է հանեք եւ ներկայացնեք, երբ որ որոշակի զգաք, որ արդեն օբյեկտիվության եւ ճշմարտության դաշտ են ուզում գալ մեր մեծամասնության գործընկերներից ոմանք։ Ես սա համարում եմ դասական նաեւ այն պատճառով, դասական քաղաքական հետապնդում նաեւ այն պատճառով, որ այս ձեր տարիների գործունեության մեջ բացառապես քաղաքական գործերով, քաղաքական հետապնդման, քաղաքական ենթատեքստ ունեցած գործերով դուք բոլոր, գրեթե բոլոր գործերով որևէ օբյեկտիվ, ողջամիտ հիմնավորումներ չեք բերել։ Ավելին բազմաթիվ գործերով նույնիսկ դատարաններում ուղղակի ապացույցները փշրվում ու կոտրվում են։ Եթե պիտի շարունակեք այդ վարքագիծը, որ ծառայեցնեք ձեր լիազորությունները բացառապես քաղաքական հաշվեհարդար տեսնելու ընդդիմադիր գործիչների նկատմամբ, ես չեմ ասում այլ հանցագործների մասով գործեր չեք անում եք, բայց քաղաքական տիրույթում, եթե դուք պիտի շարունակեք ծառայեցնել այդ գործիքը այդ նպատակով, առանց հաշվի առնելով սահմանադրությամբ ձեր վերապահված լիազորությունների եւ նաեւ ձեր այս ամբիոնից տրված երթման հավատարիմ լինելու մոտեցմանը, ապա շուտով նաեւ դուք եք արժանանալու այդ պատասխանատվությանը։